Այլ հայացք Հայաստանի բանակի կերպափոխմանը։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում սկսվեցին քննարկումներ և քայլեր զինված ուժերի վերափոխման ուղղությամբ։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի երկօրյա ագրեսիան և դաշնակիցների անտարբեր դռությունը ընդգծեցին խոր փոփոխությունների հրատապ անհրաժեշտությունը։ 2022 թվականից սկսվեց բանակի վերափոխման գործընթաց նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և գաղափարաբանությամբ։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված զորահանդեսը հանրությանը ներկայացրեց վերջին տարիներին բանակաշինության ոլորտում գրանցված արդյունքների մի մասը։ Վերջին անգամ Հայաստանում զորահանդես էր անցկացվել 10 տարի առաջ, 2016 թվականին։ 22 թվականից ի վեր հայկական կողմը նախևառաջ կարողացել է դիվերսիֆիկացնել իր ռազմատեխնիկական համագործակցությունը։ Շուրջ 3 տասնամյակ այս ոլորտում Հայաստանն ունեցել է էական կախվածություն Ռուսաստանից, որից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը մինչ այդ հասնում էր 96%-ի։ Նման պատկերը էականորեն սահմանափակում էր Հայաստանի հնարավորությունները, իսկ ռուսական կողմը ոչ միշտ էր բարեխղճորեն կատարում կնքված պայմանագրերը։ 22 թվականից հայկական կողմը սկսեց նոր գործընկերներ փնտրել և բավական հաջող։ Այսօր Ռուսաստանից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը կազմում է ընդամենը մի քանի տոկոս։ Դիվերսիֆիկացված ռազմատեխնիկական համագործակցության դրսևորումներից է այն, որ մայիսի 28-ի զորահանդեսին ներկայացվեց 7 երկրի սպառազինություն և ռազմական տեխնիկա, ընդ որում դրանցից շատերը արտադրվել են հենց Հայաստանի համար և լավագույններից են աշխարհում։ Առանձին հիշատակման են արժանի հայկական արտադրության զինատեսակները։ Վերջին 5 տարում Հայաստանի կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է կատարել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։ Հայկական գիտական միտքը, տեխնոլոգիական լուծումները և պետական աջակցությունը ռազմարդյունաբերական ընկերություններին հնարավորություն են տալիս մշակել նոր զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն բարձրացնել հայոց բանակի պաշտպանունակությունը, այլև հետաքրքրել այլ երկրների զինված ուժերին, հանգեցնելով միլիոնավոր դոլարների գործարքների։ Հարկ է նշել, որ ցուցադրված սպառազինության մի մասի ձեռքբերման մասին նեղ փորձագիտական շրջանակները տեղյակ էին, բայց կային նաև նոր զինատեսակներ, որոնց առկայության մասին նախկինում հրապարակային տեղեկություններ չեն եղել։ Բանակի վերափոխման համատեքստում կարևոր են նաև սահմաններին իրականացվող աննախադեպ ամրաշինական աշխատանքները։ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման էական գործոն են դարձել պետական սահմանի երկայնքով կառուցված մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխանող ինժեներական կառույցներ են։ Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում կարևոր է 2024 թվականին ընդունված բանակի կերպափոխման հայեցակարգը։ Փաստաթուղթը նախատեսում է արհեստավարժ բանակի անցում, արհեստավարժ սերժանտական համակարգի ստեղծում, տարածքային պաշտպանության համակարգի և ակտիվ պահեստազորի ձևավորում, պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործում, մարտավարական և ռազմավարական կերպափոխում, բանակի հեղինակության և կրթության կարևորում։ Փոփոխությունների շրջանակում էական նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, իսկ զինծառայողներին կենտրոնանալ սեփական որակների կատարելագործման վրա։ Հատկանշական է, որ այս կոնցեպտի շրջանակում ուշադրություն է դարձվում նաև խորհրդաբանական հարցերի։ Հերալդիկայի կանոնների խախտումներ պարունակող հին զինանշանի փոփոխությունից մինչև նոր որակյալ և ժամանակակից համազգեստի ներդրում, զորահանդեսի ժամանակ խորհրդային ուռաների փոխարեն հայկական կեցցեներով արձագանքից մինչև հայ հեղինակների քայլերքերի կատարում, նոր համազգեստից մինչև նոր ռազմական մշակույթ։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ մայիսի 28-ի զորահանդեսը յուրահատուկ հաշվետվություն էր հայ ժողովրդին, վերջին տարիներին երկրի պաշտպանունակության ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ քայլերին, բանակի կերպափոխման վերաբերյալ։ Ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված շատ ձեռքբերումներ և քայլեր այս ընթացքում պահվում էին գաղտնի։ Ցավոք, տեղեկատվության սակավությունը վերջին տարիներին դարձել էր նաև ամենատարբեր շահարկումների առարկա, երբ բանը հասնում էր անգամ բանակը քանդելու մասին անհեթեթ մեղադրանքներին։ Զորահանդեսը իջիկ դարձրեց այդ շահարկումները, ցույց տալով, որ հայոց բանակը շարունակում է հզորանալ։ Միևնույն ժամանակ զորահանդեսը յուրահատուկ հարգանքի տուրք էր մեր նահատակներին, որոնք տվել են իրենց կյանքը ի պաշտպանություն Հայաստանի անկախությանն ու անվտանգությանը։